Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Կիրակի Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո 3 ձերբակալվածներին։ Նախորդային ձերբակալված երկվորյակ եղբայրները այսօր քննչական վարչություն բերվեցին ձեռնաշղթաներով։ 18-ամյա Դավիթ եւ Միքայել Մինասյանները մեղադրվում են խուլիգանությանն աջակցելու եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Գևորգ Գևորգյանը խուլիգանությունը եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու համար։ Դռները փակա, պաշտպաններին էլ ներս չեն թողնում։ Երեխեքին տանեն, մշակեն, ճնշեն, ինչ անեն, որ հետո նոր թողնեն պաշտպանները ներս մտնեն։ Որ այս կարգի ապօրինություններ կարելի է անել այս 18 տարեկանների հետ։ Փաստաբաններին մոտ 1 ժամ թույլ չէին տալիս ներս մտնել քննչական վարչություն։ Այս թուրը ինչի՞ չեք բացում։ Ես փաստաբան եմ։ Վարդին բաջան։ Ես չաղ եմ, չեմ կարա ներս մտնել։ Նրանք պնդում են, երիտասարդներն անազատության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեն։ Առողջական խնդիրները երեխաները ունեցել են, Դավիթը առավելապես, եւ այստեղ խնդիրը նրանուն է, որ Դավիթի առողջական խնդիրը ուղիղ հակասում է, ելի եմ ասում, կառավարության որոշմամբ սահմանված անազատության սահմանափակման, այսինքն կոնկրետ խոչընդոտական։ Մի րոպե շուտ այդ երեխան պետք է գտնվեր ազատության մեջ։ Նախորդային նրանց տունն են խուզարկել, սակայն արարքի կազմակերպված լինելու մասին ապացույցների փոխարեն միայն գրքեր գտել։ Համաձայն որոշման փնտրում էին վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված բռնության եւ խուլիգանության Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված, այս գործողությանը իրենց պայմանավորվածությունը հաստատող ինչ-որ փաստ էր։ Դա նաեւ դրա նախագծման եւ իրականացման վերաբերյալ ինչ-որ նախագիծ, պլան, այսպիսի բաներ։ Բնականաբար իրենք ուղղակի հանդիպեցին, ել եմ ասում, պատվոգրերի, գրքերի, լավ կներ տենց կարդային, իրենց էլ էր դա պետք լինելու։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Դեպքը տեղի էր ունեցել Ծաղկազարդի Կիրակի, երբ վարչապետ Փաշինյանը անվտանգության աշխատակիցների ու տեսախցիկների ուղեկցությամբ մտել էր Մարդաշատ եկեղեցի։ Դեպի ելքը շարժվելիս ամբողից մի երիտասարդ վրդովվել էր, հորդորելով իրեն չհրել։ Այսպես էր դիմել երիտասարդը վարչապետին ու հետո փորձել ձեռքով հարվածել։ Փաշինյանն այդ պահին հրահանգեց ձեռք չտալ տղային, մինչ եկեղեցականները հեռվում փորձում էին հանդարտեցնել ներկաներին։ Անվտանգության աշխատակիցը փոխանցեց վարչապետի հրահանգը։ Բայց մի րոպե ճիշտ ենք անում, թե ես էլ սենց։ Րոպեներ անց, սակայն, երբ վարչապետը եկեղեցու բակում լուսանկարվում էր քաղաքացիների ու զբոսաշրջիկների հետ, ոստիկաններն այսպես բերման ենթարկեցին երիտասարդներին։ Ավելին հարցին, թե տեղյակ է, որ իր հրահանգին չեն հետևել, Փաշինյանն արձագանքեց։ Ոստիկանությունը իր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի։ Քիչ առաջ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց, խափանման միջոց ընտրվեց ստորագրություն երկրից չբացակայելու մասին։ Ես շատ լավ եմ, իմ հանդեպ լավ են վարվել, խնդրում եմ էլ ուրիշ հարցեր չտակ չպատասխանեմ։ Մյուս եղբորը Դավիթ Մինասյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։ 18 տարեկան երեխու հարված են։ Երրորդ մեղադրյալ Գևորգ Գևորգյանը ազատ արձակվեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նա մեղքը չի ընդունում, պնդում է ոչինչ չի կազմակերպել, այդ տղաներին էլ չի ճանաչում։